Բարոյ հարգելի բարեկամներ, խնդրում եմ հավանեք, տարածեք, գրանցվեք, այսօր խոսենք կանգուրի մասին։ Կանգուրը դա 60-ից 120 սանտիմետր բարձրությամբ բարձրածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է։ Նրա չբացված ծաղիկների բողբոջը իրենից ներկայացնում է բազմաթիվ, այսպես ասած, մսալի թեփուկներ, որոնք նստած են միմյանց վրա։ Այն լինում է կապույտ, սպիտակ եւ մանիշակագույն, ծաղիկները ունեն խողովակի ձև, որոնք հավաքված են մեկ զամբյուղի մեջ եւ դասավորված են միմյանց վրա կղմինդրի տեսքով, բազմաշերտ կղմինդրի տեսքով։ Ինքը իրենից, այսպես ասած, մեծ ծաղկաբույլ է ներկայացնում, որը հյութալի է եւ մսոտ, գնդաձև է։ Հայտնի է այսօր կանգուրի 12 տեսակ, նրանք հիմնականում տարածված են միջերկրական ծովի առափնյա երկրներում, դրանցից ամենաշատ, այսպես ասած, օգտագործվում է սովորական կանգուրը եւ կարդոնը։ Քիմիական կազմը բավականին հարուստ է, այն հիմնականում պարունակում է 80% ջուր, ածխաջրեր, բուսական սպիտակուտ եւ քիչ քանակության ճարպ։ Ճարպը այստեղ մոտավորապես 0.1% է կազմում, բացի դրանից ունի բազմաթիվ վիտամիններ, A, B խմբին պատկանող վիտամիններ, ինչպես նաև C վիտամին, E, K վիտամին։ Բացի դրանցից այն ունի բազմաթիվ ամինոթթուներ, եթերայուղեր, միկրոտարրերից նատրիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, ցինկ եւ այլն։ Ունի նաև մեծ քանակությամբ ինուլին եւ ցինարին։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում է ամբողջ բույսը։ Հիմնականում դեղորայքները պատրաստում են տերևներից եւ արմատներից։ Ինուլինը, որը պարունակում է բույսը, նա աղիներում նպաստում է աղիների սեփական միկրոֆլորայի բազմացմանը եւ իջեցնում է շաքարի պարունակությունը այրան մեջ։ Ցինարինը լավացնում է ուղեղի այրան շրջանառությունը, մաքրում է ուղեղը խոլեստերինից, այդ անոթները եւ կանխում է աթերոսկլերոզի առաջացումը։ Նրա թարմ հյութը օգտագործվում է քառորդ բաժակը 50 գրամ է, օգտագործում է հատկապես տղամարդկանց սեռական ունակությունները ուժեղացնելու եւ պոտենցիալ բարձրացնելու համար։ Խմում են 50 գրամ օրը 4 անգամ քաղցած վիճակում։ Կանգուրը ունի թունազրկող հատկություն, ցինարինը կապում է ազատ ռադիկալներին, որոնք փչացնում են բջիջները, թերացնում են այն, խլելով նրանցից էլեկտրոններ եւ հեռացնում են օրգանիզմից, բնականաբար բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, որովհետեւ նրանք հանդիսանում են ցինարինահզոր հակաօքսիդանտ։ Մեծ նշանակություն ունի լյարդի եւ երիկամների համար։ Կանգուրը ունի միզամուղ լեղամուղ հատկություն, միզամուղ հատկության շնորհիվ այն օրգանիզմից հեռացնում է նաեւ քարերը լեղապարկից, միզապարկից, երիկամներից հեռացնում են քարերը։ Մաքրում է լյարդը, նպաստում է լյարդի բջիջների աշխուժացմանը, լյարդի գործունեության լավացմանը, հեռացնում է օրգանիզմի կենսագործունեության արգասիքները եւ լյարդը ավելի հզորանում։ Այստեղ հեռացվում է նաեւ խոլեստերինի հետ միասին օրգանիզմում կուտակված ավելորդ ջուրը։ Շատ նպաստավոր է մաշկային հիվանդությունների համար,
օգտագործում է էկզեմայի, պսորիազի, թեպատու ворքինի, եղնջացանի եւ այլ մաշկային հիվանդությունների համար։ Հարգելի բարեկամներ, կանգուրը նաեւ օգտագործում է որպես սնունդ, խոհանոցներում նրանցից պատրաստում են բազմաթիվ ուտեստներ, դնում են մարինադ, դնում են նաև թթու, պատրաստում են սոուս, աղցաններ եւ այլը, որը շատ օգտակար նշանակություն ունի օրգանիզմի համար։ Կանգուրը մշակվում է նաև Հայաստանում, օրինակ ես անցյալ տարի Ողջաբերդի այդ գյուղի մայթերի վրա դրած գյուղացիները բանկաներով ծախում են մարինատը, կանգուրի ես գնել եմ, բացի դրանից Եգիպտոսում կերել եմ նաև կանգուրից պատրաստված տոլմա։ Այսքանը կանգուրի մասին, դու կարող եք այն գնել, օգտագործել եւ այլը, հատկապես մեր արտասահմանում բնակվող հայրենակիցները, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնտեղ շուկաներում լցված է կանգուրը արտիշոկ։ Արտիշոկ շատ հետաքրքիր եւ համեղ բույս է։ Հյութը օգտագործում է թարմ վիճակում բնականաբար հյութը պետք է օգտագործել, ասեցի ինչպես է օգտագործում, նրանից ինչեր կարելի է պատրաստել, արմատներից եւ չորացած տերևներից պատրաստում եք թուրմ։ Թուրմը մեկ ճաշի գծար մանրացված, չորացված տերևները լցնում եք մեկ բաժակ եղման ջրի մեջ, թրմում եք 20 րոպե, քամելուց հետո խմում եք 2 նվագով, այսինքն կեսում եք, կարող եք նաև քաղցրացնել մեղրով։ Բայց այդ 3 ճաշի գծար կարող եք լցնել կես լիտր եղման ջրի մեջ, դարձյալ թրմում եք 20 րոպեից մինչև կես ժամ, քամում եւ օգտագործում եք կես թեյի բաժակ օրը 4 անգամ քաղցած վիճակում։ Եփուկ պատրաստելու համար 3 ճաշի գտալ կես լիտր եղման ջրի մեջ դանդաղ եփում եք 10 րոպե, այնուհետև քամում եւ օգտագործում եք նախորդի նման, այսինքն կես թեյի բաժակ օրը 4 անգամ։ Նրանից պատրաստում են նաեւ ոգեթուրմ։ Ոգեթուրմ պատրաստելու համար այդ չորացած արմատները 50 գրամ լցնում են 70%-անոց սպիրտի մեջ, թրմում են 2 շաբաթ 14 օր, քամում եւ օգտագործում են հետեւյալ ձևով. 3 ճաշի ներողություն, 3 թեյի գտալ լցնում եք 100 գրամ ջրի մեջ եւ խմում եք օրը 3 անգամ։ Այսքանը կանգուրի մասին։ Հարգելի բարեկամներ, եթե կունենաք թեմային վերաբերող հարցեր, կարող եք գրել կամ զանգահարել, իսկ տեղեկատվության եւ բուժման համար հիվանդությունների կարող եք դիմել Պուշկինի 38։ Ինչ որ ես ասում եմ, այդ բոլորը ավելի մանրամասը գրված են իմ գրքերում, գրքերից բժշկարանը, որը պարունակում է 90 հիվանդություն, այստեղ հիվանդության նկարագիրը գրված է ընդարձակ եւ տրված է բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով, բացի այդ գիրքը ունի նաեւ իր պատկերասրահը, նկարները, բոլոր բույսերի նկարները, որոնք օգտագործված են դեղատոմսերում, տակը գրված է 3 լեզուներով, հայերեն, ռուսերեն, լատիներեն, գիրքը վերջում ունի նաեւ քառալեզու բառարան, բաց այդ 3 լեզվից նաև անգլերեն։ Մյուսը մեր ալկամա գիրքն է, որը վերահրատարակվեց արդեն 3-րդ անգամ։ Այստեղ ներառված է 170 հիվանդություն, հիվանդության նկարագիրը գրված է համառոտակի եւ տրված է ընդարձակ բուժում, այսինքն բազմաթիվ դեղամիջոցներ, բազմաթիվ դեղատոմսեր, որը ձեզ հարմար է կամ որը դու կարող եք ձեռք բերել օգտագործել ձեր առողջությունը վերականգնելու համար։ Գիրքը ունի իր հավելվածը շատ հետաքրքիր է, այստեղ ներառված են նաև ժողովրդական բժշկության մյուս բուժաձևերը, միզաբուժություն, կավաբուժություն, կաթնաբուժություն, ջրաբուժություն եւ այլը,
Գիրքը դարձյալ ունի իր պատկերասրահը, նկարները գունավոր, 3 լեզվով դարձյալ գրված են նկարների տակ, բույսերի անունները եւ ունի իր քառ լեզու բառարանը։ Մյուսը Լեչեբնիկ գիրքն է, որը նախատեսված է որպես դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Գիրքը ունի մեծ պահանջարկ, մանրամասը գրված են բոլոր հիվանդությունները, վերաբերվող սիրտանոթային համակարգ, թոքերի, աղեստամոքսային համակարգի, մաշկային, նյարդային, գինեկոլոգիական եւ այլ բոլոր բնագավառների մասին այստեղ տրված են, ընդարձակ գրված է գիրքը, որպես դասագիրք է հանդիսանում հիվանդությունները եւ շատ մանրամասը նաեւ բուժումները։ Ցտեսություն, հարգելի բարեկամներ, առողջություն, ձեզ միշտ նոր հանդիպում։